Ընկերներ, ողջույն։ Այսօր առաջարկում եմ պատրաստել շատ համեղ ուտեստ՝ լցոնած կարտոֆիլ։ Եվ այսպես, կարտոֆիլները նախապես լավ լվանում ենք, որից հետո փայլաթղթով փաթաթում ենք, ինչպես ներկայացնում եմ տեսանյութում, և դասավորում ջեռոցի տապակի մեջ։ Տեղափոխում ենք 180-200 աստիճան տաքացված ջեռոց, մինչև նրանք լավ եփվեն, կախված չափից ժամանակահատվածը կլինի տարբեր։ Այդ ընթացքում սոխը մանր կտրատում ենք, լցնում թավայի մեջ, ավելացնում բուսայուղ, տապակում ենք։ Մինչ սոխը տապակվում է, նախապես եփած հավի կրծքամիսը աղում ենք մսաղացով, որից հետո ավելացնում ենք արդեն տապակած սոխին։ Լավ խառնում ենք, որից հետո սկսում ենք ավելացնել համեմունքներ ըստ ճաշակի։ Ես այսօր ավելացնելու եմ աղ, աղացած սև պղպեղ, աղացած քաղցր կարմիր պղպեղ, որից հետո ավելացնում եմ նաև չորացրած ցիտրոն և մի կտոր կարագ։ Այս ամենը լավ խառնում ենք, թողնում կրակին ևս 1-2 րոպե և խճողակը պատրաստ է։ Վերցնում ենք որևէ հալվող պանիր, իմ պարագայում այսօր դիլի կաթնամթերքի մոցարելա պանիրն է։ Քերում ենք քերիչով և առայժմ դնում մի կողմ։ Մոտավորապես 40-ից 60 րոպե անց կախված կարտոֆիլի չափից կարտոֆիլները պատրաստ են լինում։ Նրանք պետք է շատ լավ փափկեն, որպեսզի հնարավոր լինի տապակել։ Ինչպես ներկայացնում եմ տեսանյութում, վերևի հատվածում դանակի օգնությամբ կտրվածք ենք անում, վրան մի փոքր կարագ դնում, համեմում աղով և լավ տապակում, որից հետո տապակած կարտոֆիլի վրա քերած պանիրն ենք դնում, պատրաստի խճողակը, քանակը կախված է ձեր նախասիրությունից։ Ես 3 լիքը ճաշի գդալ եմ դնում մեծ կարտոֆիլներին, վրան նորից պանիր ենք լցնում և նույն կերպ նախապատրաստում ենք մյուս կարտոֆիլները։ Ամբողջը պատրաստելուց հետո նորից տեղափոխում ենք ջեռոց, թողնում ենք ջեռոցում մոտավորապես 5-10 րոպե, մինչև պանիրը հալվի, որից հետո հանում ենք ջեռոցից և մատուցում։ Շատ համեղ է ստացվում, փորձեք, հաստատ կհավանեք։ Այսօրվա համար այսքանը, բարի ախորժակ։